Գրբաց ֆալչին, ուզբեկական հեքիաթ։ Հին ժամանակներում կար չկար մի գրբաց մոլլա կար։ Երբ այդ մոլլան մեռավ, նրա կնոջ մոտ եկավ հարևան բատրակ ֆալչիի կինը։ Նա տեսել էր մոլլայի գուշակելու գիրքը և սկսեց խնդրել նրա կնոջը, որ այդ գիրքը իրեն տա։ Մոլլայի կինը ասաց. «Չէ որ քո մարդը անգրագետ է, ինչպես պետք է գրքով գուշակի»։ Հարևանուհին պատասխանեց. Եթե իմ մարդը գրագետ լիներ, ես այդ գիրքը չէի խնդրի, այն ժամանակ մենք առանց դրա էլ լավ կապրեինք։ Մոլլայի կինը գիրքը տվեց հարևանուհուն և նա գնաց։ Երբ մարդը տուն եկավ, կինը գիրքը ցույց տալով նրան ասաց. «Այս գրքով դու կգուշակես»։ «Ինչպես պիտի գուշակեմ այ կնիկ, երբ կարդալ չգիտեմ», ասաց մարդը։ Կինը պատասխանեց. «Ես քեզ կսովորեցնեմ։ Դու գիրքը ձեռքդ կնստես Ռեգիստանի փողոցում։ Ամեն մեկը մի բան ունի գուշակել տալու։ Մեկը մի բան է կորցրել, մյուսը մի վիշտ ունի։ Թե որ մեկը քեզ մոտ չգա, մի ուրիշը կգա, կխնդրի գուշակել։ Ինչ կա այստեղ դժվար բան։ Դու նրան որևէ բան կասես, պատահաբար կարող է ճիշտ դուրս գալ։ Այն ժամանակ կդառնաս նշանավոր գրբաց»։ Այս ասելով նա ճամփի պատրաստություն տեսավ, հագցրեց մարդուն այնպես, ինչպես գրբաց աստղագետներն են հագնվում, գլխին փաթաթեց հսկայական մի չալմա, ձեռքը տվեց համրիչն ու գիրքը, փոքրիկ մի փայտիկ, որպեսզի գրքի թերթիկները դարձնի, և ուղարկեց փողոց։ Խեղճ ֆալչին հասավ Ռեգիստան։ Գտավ այն տեղը, ուր գետնի վրա նստած էին գրբացները։ Նրանց տեսնելով նա մի քիչ հանգստացավ։ «Երևում է ինձ նման շատերը կան», մտածեց նա և նստեց նրանց կողքին, գիրքը դնելով առաջը։ Ապա համրիչը ձեռքն առավ ու սկսեց նայել գրքին և շրթունքները շարժել, իբրև թե կարդում է։ Մի մարդ կորցրել էր իր ձին։ Երկար որոնումներից հետո նա տուն դարձավ։ Կինը ասաց նրան. «Ինչու ես այդպես վշտանում, գնա հրապարակ և խնդրիր գրբացներից մեկին գուշակելու գիրքը բանալ։ Նրանցից մեկն ու մեկը կասի, թե որտեղ է կորել մեր ձին»։ Մարդը լսեց և ճամփա ընկավ դեպի Ռեգիստան։ Նա մոտեցավ նորեկ գրբացին և խնդրեց գրքի միջոցով իմանալ, թե որտեղ է իր ձին։ Գրբացը համաձայնեց և խնդրեց մի քիչ փող տալ գուշակելուց առաջ։ Ձիատերը մի թենդու տվեց նրան։ Գրբացը ուրախացած վերցրեց փողը, ապա բանալով գիրքը և գլխիվայր բռնելով ասաց. «Քո ձին գտնվեց, բաց է քո բախտի ճամփան։ Գնա ուղիղ քո առաջ կգա մի առու, չի տառուն։ Էլի կերթաս, առաջդ կգա մի մեծ առու, այդ առվից հետո կգա էլի մի առու, շահ առուն։ Այդ շահ առվի այն կողմը արածում է քո ձին։ Աստված քեզ հետ, ո մարդ, գնա և բեր նրան, միայն թե ավելի շատ բան խոստացիր ինձ»։ Ձիատերը ուրախացավ և ասաց. «Թե որ իմ ձին գտնվի, նրա արժեքի 1/4-ը քեզ կտամ»։ Եվ գնաց գրբացի ասած ճամփով, անցավ չի տառուն, հետո մի ուրիշ առու, ավելի մեծը, այդ առվից հետո եկավ շահ առուն։ Տեսնում է, որ ճշմարիտ իր ձին արածում է կանաչ մարգագետնում։ Մարդը ուրախությունից արտասվեց և ձին տարավ տուն։ Կինը ձին տեսնելով
նույնպես լաց եղավ ուրախությունից։ Հետո մարդը գնաց գրբացի մոտ եւ ասաց, որ իր ձին գտել է։ Գրբացը շատ ուրախացավ եւ ամենագետ մարդու տեսք ընդունեց։ Ձին հենց տեղն ու տեղը գնահատեցին եւ գրբացը ստացավ ձիու արժեքի 1/4, ու նրա անունը հայտնի դարձավ այդ կողմերում։ Մի անգամ տեղի ունեցավ մի նշանավոր դեպք. կողոպտեցին թագավորական գանձարանը։ Թագավորը գլուխը կորցրած հրամայեց վեզիրներին ու իշխաններին ինչ ուզում է լինի գտնել իր ոսկիներն ու ակնեղենը։ Բոլոր վեզիրներն ու իշխանները գնացին որոնելու, բայց ոչինչ չգտան։ Այն ժամանակ թագավորը հրամայեց կանչել գրբաց աստղագետներին։ Վեզիրներն ու իշխանները գնացին հրապարակ ու թագավորի մոտ բերեցին բոլոր գրբացներին։ Թագավորն ասաց. «Գրբաց աստղագետներ, լսեք եւ իմացեք, որ երեկոյան կողոպտել են իմ գանձարանը։ Այժմ ցույց տվեք ձեր գիտությունը, գտեք իմ ոսկին ու ակնեղենը, թե չէ կհրամայեմ դահիճին բոլորիդ գլուխները թռցնել եւ դուք այլևս լույս աշխարհը չեք տեսնի»։ Գրբացները նստած մնացին լուռ, գլուխները ցած խոնարհած։ Բարկացավ թագավորը եւ ասաց. «Ինչու չեք պատասխանում»։ Այդ ժամանակ գրբացները պատասխանեցին միաբերան. «Թագավորն ապրած կենա, կամքը քոնն է։ Ուզում ես գլխատիր, ուզում ես ազատ արձակիր, բայց մենք ոչինչ չենք կարող ասել քո ոսկու եւ ակնեղենի մասին։ Ահա մեր մեջ մի գիտնականը կա, որը ասաց, թե ինչպես գտնել կորած ձին։ Նրանից բացի ոչ ոք չի կարող քեզ օգնել»։ Եվ նրանք ցույց տվին անգրագետ գրբացին։ Թագավորը դիմեց նրան. «Պատասխանիր, որտեղ են իմ գանձերը»։ Դժբախտ գրբացը սկսեց պատեպատ ընկնել, բայց թագավորն ավելի բարկացավ ու սպառնաց գլխատել բոլոր գրբացներին, եթե նա չասի, թե որտեղ է իր գանձը։ Այն ժամանակ գրբացը մտածեց. «Մեկ է, ես արդեն կորած եմ, գոնե վերջին օրերս ապրեմ թագավորի հաշվին»։ Եվ նա թագավորին ասաց. «Թագավոր, տուր ինձ 40 օր մտածելու համար, հրամայիր 40 օրվա ուտելիք տան ինձ, որովհետև ես պիտի փակվեմ տանը եւ ոչ ոքի չտեսնեմ ու մտածեմ։ Հետո, թե որ չգտնեմ, գլխատիր ինձ»։ Թագավորը համաձայնեց, հրամայեց գրբացին բաց թողնել եւ 40 օրվա ուտելիք տալ։ Ուտելիքը դրին մեծ ու փոքր ամանների մեջ ու տարան գրբացի տունը։ Գրբացը տուն հասնելուն պես սկսեց նախատել կնոջը. «Հիմա տեսնում ես ինչ արիր, անիծած կնիկ, եթե ես պատրակություն անեի, այս փորձանքը չէր գա մեր գլխին»։ Եվ ամեն ինչ պատմեց կնոջը։ «Լավ ես արել, լավ, որ խնդրել ես մտածելու համար 40 օր», ասում է կինը, 40 օրը քիչ ժամանակ չի։ Դե թողնենք մեր գրբացին իր մտքերի հետ, դառնանք թագավորի գանձարանը կողոպտող գողերին։ Գողությունը կատարելուց հետո նրանք գանձերը թաքցրեցին, իսկ իրենք ցրվեցին քաղաքում, լսելու, թե գողության մասին ինչ են խոսում, ինչ է մտածում թագավորը։ Նրանցից մեկը տեսավ, թե ինչպես բոլոր գրբաց աստղագետներին թագավորի մոտ տարան եւ գնաց նրանց ետևից։ Լսելով գրբացների պատասխանը, գողը անսահման ուրախացավ, բայց երբ անգրագետ գրբացը խոստացավ 40 օրվա ընթացքում գտնել գողացված գանձը, նա շատ վախեցավ, շտապով գնաց ընկերների մոտ
և պատմեց բոլորը, ինչ որ լսել էր։ Բոլոր գրբացները հրաժարվեցին, ասաց նա, բայց նա, որ մի անգամ գտավ կորած ձին, 40 օր խնդրեց մտածելու համար և հայտնեց թագավորին, որ այդ ժամանակամիջոցում կհայտնաբերի գանձը։ Իհարկե, այդ գրբացը կգտնի մեզ, ավելացրեց նա։ Կողապետն ասաց. պետք է հետևել նրան, եթե նա որևէ կերպ գլխի է ընկնում, որ թագավորի հարստությունը մենք ենք գողացել, ստիպված կլինենք նրան ևս բաժին հանել, իսկ թե գլխի չի ընկնում, հանգիստ կերպով հարստությունը կբաժանենք մեր մեջ, թող մեկն ու մեկը երեկոյան գնա նրա տան մոտերքը և իմանա, թե ինչ է անում։ Երեկոյան, երբ Մուզեինը հրավիրում էր գիշերային աղոթքի, գողերից մեկը մոտեցավ գրբացի տանը, աննկատելի բարձրացավ կտուրը և սկսեց հետևել, թե ներսում ինչ է կատարվում։ Այդ ժամանակ գրբացը կնոջը խնդրեց բերել 40 ամաններից մեկը։ Կինը ճաշը բերեց հենց այն րոպեին, երբ գողը կտուրից ցած էր նայում։ Ամանը տեսնելով, գրբացը հառաչեց և բարձրաձայն ասաց. Ահա, առաջինն արդեն եկավ։ Գողը կարծեց, թե գրբացը իր մասին է խոսում։ Նա վախեցած կտուրից ցած թռավ ու շտապեց ընկերների մոտ։ Զեկուցումը լսելով գողապետը զայրացավ, վախկոտ անվանեց նրան և որոշեց հետևյալ օրը մի ուրիշին ուղարկել այնտեղ։ Մյուս գիշեր գրբացի տանը մի ուրիշ գող մոտեցավ և սկսեց հետևել գրբացին։ Այդ ժամանակ գրբացի կինը ներս էր բերում երկրորդ ամանը և գրբացը հառաչելով ասաց. Ահա, երկրորդն էլ հայտնվեց։ Գողը մտածեց. ահ, անիծված, իմ մասին էլ սա իմացավ։ Եվ կտուրից շտապով ցած իջնելով գնաց ընկերների մոտ։ Գողապետը զայրացավ և բոլորին հիմար ու վախկոտ անվանեց։ Նախորդ օրվա գողը վիրավորվեց ու ասաց. Թե որ դու կասկածում ես մեր համարձակության վրա, ի՞նչն է խանգարում քեզ անձամբ գնալու ու համոզվելու, որ այդ գրբացը գիտի մեր թաքստոցը։ Դրանից հետո գողերը որոշեցին, որ հետևյալ երեկոյան գրբացին հետևելու պիտի գնա ինքը պետը։ Երեկոյան, երբ մութն ընկավ, գողապետը կամացուկ մոտեցավ գրբացի տանը և աննկատելի բարձրացավ կտուրը։ Հենց այդ պահին գրբացի կինը ներս բերեց ճաշով լի ամանը։ Այս անգամ նա պատահաբար վերցրել էր ամենամեծ ամանը։ Այս տեսնելով գրբացը ասաց. Դե, այսօր հայտնվեց ամենամեծը։ Լսելով այս խոսքերը, գողապետը քիչ մնաց կտուրից ցած ընկներ։ Նա կարծեց, թե գրբացը իր մասին է խոսում, վերադարձավ իր խմբի մոտ և ասում է. Այդ գրբացը իմ գնալն էլ իմացավ, անպայման պետք է մի բան անել, թե որ նրա հետ համաձայնության չգանք, նա կմերկացնի մեզ։ Գողերը սկսեցին խորհուրդ անել, թե ինչ անեն։ Գողապետը մտածեց և ասաց. Այ թե ինչ պետք է անենք։ Մեզնից մեկը հիմի կգնա գրբացի մոտ, կհայտնի նրան, թե գանձը որտեղ է թաքցրած, բայց կպահանջի, որ նա մեր մասին ոչինչ չասի թագավորին։ Նրա փոխարեն կխոստանանք նրան կեսը այն հարստությունների, որ ձեռք ենք բերում գողությամբ։ Նրանք ընտրեցին ամենաճարպիկ գողին, որը իսկույն գնաց հանձնարարությունը կատարելու։
թողնենք նրան ճանապարհին եւ դառնանք Գրբացի մոտ։ Կնիկ, մահվան 3 աստիճաններն արդեն անցա, ասաց նա։ 37 օրից հետո թագավորն ինձ իր մոտ կկանչի ու կհարցնի գանձի մասին։ Ես նրան ոչինչ չեմ կարողանա ասել եւ նա կհրամայի գլուխս կտրել։ Դա լավ կլինի, թե վատ։ Վատ կլինի, թե լավ։ Այսպես վշտահարտ նստած էին նրանք, երբ ինչ-որ մեկը դուռը ծեծեց։ Դռան թակոցը լսելով Գրբացը վախեցավ եւ շշուկով ասաց կնոջը. Այ կնիկ, հրաժեշտ տուր ինձ, թագավորի մոտից են։ Երևի էլի մի որևէ բան է մտածել եւ ճամփել է իմ ետևից, էլ հիմի նրա ձեռքից չեմ պրծնի։ Այս ասելով նա դուրս ելավ բակ ու հարցրեց. Ո՞վ է։ Մի ձայն փողոցից պատասխանեց. Ես եմ։ Գրբացը հարցրեց. Ո՞վ ես դու։ Ձայնը դռան ետևից ասաց. Մոտեցիր դռանը եւ այդպես մի բղավիր։ Գրբացն ու կինը մոտեցան դռանը։ Ինչ ես ուզում, հիմա բաց կանեմ, ասաց Գրբացը։ Ձայնը շտապով պատասխանեց. Ոչ, ես շատ եմ շտապում, կարող ես բաց չանել, մոտեցիր եւ լսիր ինձ։ Գրբացն ու կինը մոտեցան։ Իմաստուն Գրբաց, ասաց գողը։ Ես մեկն եմ թագավորական գանձարանը կողոպտողներից։ Մենք ուզում ենք քեզ հետ համաձայնության գալ։ Թե որ համաձայն ես, մենք քեզ հետ կկիսենք մեր ամբողջ գողացածը։ Միայն դրա փոխարեն խնդրում եմ չմատնել մեզ։ Եղիր մեր հայրը, եւ մենք քո բարության փոխարեն կփոխհատուցենք քեզ։ Գրբացը պատասխանեց բարկացած ձայնով. Դուք պետք է թագավորին վերադարձնեք նրա գանձը, թե որ չվերադարձնեք, ձեզ կմեղադրենք։ Այս խոսքերը լսելով գողն ասաց. Թագավորական գանձը ապահով տեղում է, մենք թաքցրել ենք այն քարանձավում, որոշելով չբաժանել մեր մեջ, մինչև որոնումները չդադարեն։ Ոչ մի թենգուտ չենք ծախսել, խնդրում ենք, դու մեզ մի մատնիր եւ մենք միշտ քեզ հետ կլինենք։ Գրբացն ասաց. Լավ, վաղը կստուգենք, կտեսնենք, թե որ դու ճիշտ ես ասում, ես ձեզ ոչինչ չեմ անի, իսկ թե որ սուտ ես ասում, վայն եկել է ձեզ տարել, ես կհասնեմ ձեզ։ Այսպիսի պատասխան ստանալով գողը շտապով ծլկեց։ Առավոտյան Գրբացը սկսեց խորհուրդ անել կնոջ հետ, թե հիմի ինչպես հայտնի թագավորին գանձի գտնվելու մասին, ինքը գնա, թե մեկնումեկին ուղարկի։ Կինը ասաց նրան. Ինչ մարդ ես դու, իհարկե, ինքդ գնա եւ ասա, որ գանձը գտել ես, թե որ թագավորն ուզի իմանալ ով է գողացել։ Տես, հա, ոչ մի խոսք այդ մասին, քո ինչ գործն է, թե ով է գողացել, հերիք է, որ թագավորը ետ է ստանում իր հարստությունը։ Այսպես կինը սովորեցրեց Գրբացին եւ նա գնաց թագավորի մոտ։ Վեզիրները թագավորին հայտնեցին Գրբացի գալու մասին։ Թագավորը հրամայեց ներս թողնեն նրան։ Գրբացը ներս մտավ եւ թագավորին ողջունելուց հետո հայտնեց, որ գանձը գտել է եւ պարգև խնդրեց։ Այդ լսելով թագավորը ուրախացավ եւ խոստացավ այնքան ոսկի տալ Գրբացին, որքան որ նա ուզի։ Գրբացը թագավորին ցույց տվեց քարանձավի տեղը։ Թագավորն իսկույն մարդիկ ուղարկեց այնտեղ։ Նրանք գնացին, գտան գանձը եւ բերին պալատ։ Գանձապահը հաշվեց ոսկին եւ ակնեղենը
և տեսավ, որ ոչ մի տիլյա պակաս չի։ Նա ուրախությամբ այդ բանը հայտնեց թագավորին։ Թագավորը հրամայեց նվերներ տալ գրբացին, հետո հրամայեց կառնայ հնչեցնել և թմբուկներ զարկել։ Մունետիկներ ուղարկվեցին բոլոր հրապարակներն ու շուկաները։ Նրանք որոտաձայն հայտնում էին ուրախալի լուրը։ Թագավորը ուրախությունից կարգադրեց բոլոր գրբաց աստղագետներին հրավիրել խնջույքի։ Երբ նրանք հավաքվեցին, թագավորը գանձը գտած անգրագետ գրբացին նստեցրեց ամենապատվավոր տեղում, իսկ ինքն էլ նստեց նրա կողքին։ Խրախճանքի ամենաեռուն պահին թագավորը դուրս գնաց պարտեզ։ Ծառուղում նա մի ծղրիդ նկատեց։ Թագավորը պարզեց ձեռքը, կամենալով բռնել նրան, բայց ծղրիդը ցատկեց մի կողմ։ Թագավորը նորից ուզեց բռնել նրան, բայց ծղրիդը նորից ցատկեց։ Երրորդ անգամ թագավորը ափով ծածկեց նրան ու բռնեց։ Ծղրիդը ափի մեջ սեղմած, թագավորը վերադարձավ պալատ և կամեցավ փորձել գրբացներին։ Նա վեր բարձրացրեց բռունցքը և ասաց. «Գուշակեցեք, թե ինչ կա իմ ձեռքում»։ Լսելով այդ խոսքերը, գրբացները վախեցան, շշմեցին և ոչինչ չկարողացան ասել։ «Ինչու եք լռում»։ հարցրեց թագավորը։ Գրբացները նստել էին ինչպես համրեր։ Թագավորը երրորդ անգամ հարցրեց. «Ինչու չեք պատասխանում։ Ուզում եք, որ բոլորիդ ուղարկեմ բանտարկության»։ Այն ժամանակ գրբացներից մեկը վեր կացավ և խոնարհությամբ գլուխ տալով ասաց. «Օ, թագավոր, թույլ տուր ինձ խոսել։ Անցած անգամ դու մեզ հարցրիր կորած գանձերի մասին, բայց մենք չկարողացանք գուշակել։ Իսկ այսօր ինչպես իմանանք, թե ինչ կա քո ձեռքում։ Այդ կարող է իմանալ միայն այն գիտունը, որը գտավ քո գանձը։ Հարցրու նրան»։ Թագավորը դիմեց անգրագետ գրբացին։ Նա ցած խոնարհեց գլուխը, այնպիսի տեսք ընդունելով, իբր թե խորը մտքերի մեջ է։ Իսկ այդ ժամանակ գրբացները մտածում էին, թե ինչ կարող է լինել թագավորի ձեռքում։ Ոմանք ասում էին, որ թագավորի ձեռքում բացի թանկագին քարից ոչինչ չի կարող լինել, որ դա կամ ադամանդ է, կամ հակինդ։ Մյուսներն առարկում էին. «Ոչ, թագավորի ձեռքում հավանորեն մատանի է»։ Յուրաքանչյուրը մի բան էր մտածում, իսկ անգրագետ գրբացը մտմտում էր, բայց ոչինչ չէր գտնում։ Թագավորը իր հարցը կրկնեց։ Գրբացը նորից մտածելու ժամանակ խնդրեց։ Մնացած գրբացները լուռ նստել և սպասում էին, թե ինչ կասի այդ մարդը, որից կախված էր նրանց բախտը։ Թագավորը ձանձրացավ սպասելուց և ցասումով երրորդ անգամ կրկնեց իր հարցը։ Գրբացը մտածեց, որ իր վերջը եկել է, ու ասաց. «Առաջին անգամ պրծար, երկրորդ անգամ պրծար, բայց երրորդ անգամ բռնվեցիր»։ Թագավորը բացականչեց. «Կեցցես ֆալչի, այս անգամ էլ գուշակեցիր», և բացեց ձեռքը։ Ծղրիդը դուրս ցատկեց նրա ափի միջից։ Հյուրերը և թագավորի մերձավորները զարմացան գրբացի խելքի վրա, իսկ գրբաց աստղագետները ուրախացան, որ ողջ մնացին։